Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասը յունիտ 17, յունիտ 17-ը կրկին իր մեջ պարունակում է 3 դաս, 17-ի A, 17-ի B, 17-ի C, ինչպես միշտ ասում եմ, ուրեմն 17-ի A-ը իր մեջ ներառում է հնչյունական դասեր, B, 17-ի B-ն քերականություն grammar և C-ն ընթերցանություն բառապաշար և այս բոլորը միասին ավարտվում է դասապատրաստմամբ։ Ուրեմն 17-ի A-ը ասում ենք հնչյունական վարժություններին, SH տառը կարդալու ենք շ, նայում ենք նշանին, սա տրանսկրիպցիայի նշանն է և նրա մեջ տեսնում ենք կարդում ենք շ, սա շ հնչյունի նշանն է, տառ չէ, մեր իմացած 26 տառերից ոչ մեկը չէ, ուղղակի այս երկու տառերի միացությունը ինչպես է կարդացվում, կարդացում է շ, նշանը այսպիսին է, իսկ CH-ը կարդում ենք չ գրելու համար նշանը պետք է գրենք თ և այս շ նշանը, երկուսը միասին կկարդանք չ, ուրեմն շ, she, shelf, sheep և չ, cherry, cheese, chess, ուրեմն սա մեր հնչյունական վարժությունը, ներքևում արդեն տալիս է վանդակների մեջ լրացնել այս բառերից յուրաքանչյուրը, որ վանդակում պետք է տեղակայվի, հիմա 17-ի B-ն, քերականական ուրեմն դաս, simple present, նախորդ դասին մենք կրկին սովորել ենք simple present, հաստատական ձևը, բայերի և օժանդակ բայերի do և have, օժանդակ բայերի հաստատական ձևերի խոնարհումը, այս դասին սովորելու ենք կրկին նույն բայերի հարցական և ժխտական ձևերը, հիմա ինչպես պետք է կարդանք, կազմենք հարցական ձևը, տրված է այս աղյուսակում, ուրեմն իմանալու համար, եթե մինչև հիմա չեք սովորել կամ առաջին անգամ եք միանում մեր դասին, սովորեք նախորդ դասը 16, յունիտ 16-ի B-ն, քերականական դասը, որտեղ տրված է հաստատական ձևը, ինչպես են կազմում ուղիղ ձևը և այնուհետև այս դասին սովորում ենք հարցական ձևը, որը կազմում է do օժանդակ բայերի միջոցով, որը երրորդ դեմք եզակի թվում դառնում է does և ժխտական ձևը do-ից հետո ավելանում է not, I do not work, you do not work, he doesn't work և այլն, կրկնեմ, որ անպայման պետք է նախորդ դասը սովորեք, այնուհետև անցնեք այս դասին, մյուս օժանդակ բայը have-ն է ունենալ, որը հարցական կազմելու համար have-ը գալիս է նախադասությունից առաջ, կրկին նախորդ դասը սովորեք և նոր կանցնենք այս դասին, հիշեցնեմ, որ մենք ունենք անվճար դասընթաց, դասագրքի 1-ից 12-րդ դասերը անվճար են, լինքը կթողնեմ նկարագրությունների բաժնում, իսկ այս երկրորդ հիմնական մասը, որ քերականականն է հիմնական, պետք է լինի վճարովի, ուրեմն եթե ցանկանում եք, կարող եք ձեռք բերել այս վճարովի դասերը և C դասը 17-ի ընթերցանության զարգացում, այստեղ տրված է շաբաթվա օրերը Sunday, Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday, Saturday, Sunday, այստեղ իրենք սկսում են կիրակի օրվանից շաբաթը, մենք սկսում ենք երկուշաբթի, երեքշաբթի, նրանք սկսում են կիրակի, երկուշաբթի և այլն, Sunday, կիրակի, Monday, երկուշաբթի, Tuesday, երեքշաբթի, Wednesday, չորեքշաբթի, Thursday, չորեքշաբթի, Friday, հինգշաբթի և Saturday, շաբաթ և այստեղ նոր բառերը man his supper, off his school, boy school, go every day to come back at school, at home, այս բառերը պետք է սովորեք և գրություն և թարգմանությունը man-ի շատ, supper ընթրիք, office աշխատասենյակ, school boy դպրոցական տղա, school girl դպրոցական աղջիկ, every day ամեն օր, to come back վերադառնալ, at school դպրոցում, at home տանը, ուշադրություն եք դարձնում դպրոցում, տանը, at նախդիրով at, school, at home և տեքստը, որը պետք է բարձրաձայն կարդաք, ուսուցչի կարդալուց հետո ամրապնդեք, որից հետո այսինքն սկսում է հետո դասապատրաստումը բոլոր վարժություններով հանդերձ,
Jim Brown։ Հետո վերջում տալիս է on Saturday, այսինքն շաբաթվա օրերի հետ ինչ preposition եք օգտագործում, ինչ նաղդիր եք օգտագործում շաբաթվա օրերի հետ, գրել եք on Saturday, on Monday։ Շաբաթվա օրերը գրում եք, անունները գրում եք մեծատառով։ Եվ վարժություններ, որ պետք է կատարվեն դասապատրաստման ընթացքում եւ ամրապնդվեն։ Այսքանը այսօրվա դասի համար կրկնում եմ, եթե ցանկանում եք ձեռք բերել վճարովի դասընթացները, գրեք email-ին կամ հեռախոսահամարով զանգեք Viber-ով եւ կմանրամասնեմ այսքանը ցտեսություն։